Կառավարության 2021-26 թվականների ծրագրի կատարման հաշվետվության ԱԱԾ-ին վերաբերող բաժնում պնդում կա, որ 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ախորիկ անցման կետում ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Ներկայումս չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի լիարժեք վերահսկողության ներքո։ Նշված է զեկույցում, մարտի սկզբին ախորիկ ազատության այցելության ժամանակ մինչդեռ մեզ ուղեկալի տարածքում ռուս հրամանատարը դիմավորեց, հարցազրույցից հրաժարվեց, ասաց ինքը պաշտոնապես տեղեկություն տրամադրելու իրավասություն չունի։ Տեղում սակայն ըստ էության պարզ դարձավ, որ ռուս սահմանապահները դեռ այդ ուղեկալում ծառայություն են իրականացնում։ Ազատությունը ախորիկ այցելությունից հետո գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ-ին, հարցնելով, արդյոք վերահաստատում են, որ Ռուսաստանի սահմանապահները հեռացել են ախորիկ անցման կետից։ Եթե այո, ապա կոնկրետ երբ է դա տեղի ունեցել։ Արդյոք ԱԱԾ-ին նշած անցման կետը գործող էր, թե այլ անցման կետ նկատի ունեին։ Հարցումն ուղարկել էինք մարտի 6-ին, օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրացել է անցած ուրբաթ մարտի 13-ին, սակայն ԱԱԾ-ն խախտելով օրենքը դեռ չի պատասխանել մեր հարցմանը, նաև չի հայտնել, որ իրենց լրացուցիչ ուսումնասիրության համար ժամանակ է հարկավոր։ Ախորիկում ռուսական սահմանապահ ուղեկալը մի քանի տարի առաջ գյուղի տարածքից դուրս տեղափոխվեց, ավելի մոտ տեղակայվելով հայ-թուրքական սահմանին։ Ուղեկալ տանող ճանապարհը դժվար անցանելի էր, նկարահանումն արգելված։ Նախազգուշացնող մի քանի ցուցանակներ են փակցված, արգելապատնեշներ եւ իհարկե փշալարեր։ Ուղեկալից ներս գտնվող շինությունների վրա Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներով նկարներ էին, բայց բարձրացված ռուսական կամ հայկական դրոշ չտեսանք։ Ախորիկի վարչական ղեկավար Մարսպետ Սարգսյանը հստակ չպատասխանեց հարցին։ Հիմա անցակետում հայ թե ռուս սահմանապահներն են ծառայում։ Մենք հիմնականում այդ հատվածում, սահմանային ուղեկալի հատվածում գտնվում են մեր վարելահողերը։ Վարելահողերը, դե գիտեք, գյուղատնտեսական մշակման սեզոնը դեռ չի սկսվել։ Հիմնականում մարտի վերջ արդեն ապրիլի կեսերին է սկսվում։ Այդ ժամանակներում մենք առնչություն ունենում ենք։ Ախորիկցիները ուղեկալից ներս գտնվող իրենց հողերը մշակելու համար պետք է հատուկ անցաթուղթ ունենան։ Բնակիչներից դիմումները վարչական ղեկավարն արդեն հավաքել է, իսկ ում հաստատմանն է ներկայացրել։ Սահմանապահ ջոկատին ենք ներկայացնում ցուցակները, ռուսական, որպեսզի բնակիչները ստանան իրենց անցաթղթերը։ Այսինքն ռուսական կողմն է տրամադրում։ Միանշանակ ռուսական կողմը տրամադրում է անցաթղթերը, բնակիչները ստանում են եւ ամբողջ սեզոնից զբաղվում են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով։ Գյուղամեջում հավաքված ախորիկցիները հաստատեցին, որ ռուսները չեն հեռացել, իրենք ամեն օր տեսնում են գյուղով անց ու դարձանող ռուս ծառայողներին։ Ինֆորմացիա կա, որ ռուսները դուրս են եկել ախորիկի անցակետից։ Դու սուտ խորատայ ախպեր։ Ամիսը մեկ ժամ սպասեք, տեսեք, ռուսական մեքենաներ ինչքան գուղ։ Սալդատներ, զինվորները։ Պես բան չկա։ Զինվորները ստեղ են։ Զաստավներ իրանք ստեղից կրան մինչև վերևի զաստավները իշտան, իրանք չանտին է։ Հա, ռուսներն այստեղ են։ Երևի հաստատ չիդեմ, բայց երթում կրում գալիս են։ Ռուսական սահմանապահ ուղեկալում սահմանամերձ գյուղերի բնակիչներն էլ են ծառայում, այդ թվում ախորիկից։ Շատ։ Գյուղից կա, հա։ Գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին կմտնեն ուղեկալ, լսել են, որ ուղեկալից ներս հայկական եռագույն է բարձրացվել։ Մի քանի օրից կգնան հողերը մշակելու, միանգամից իրենց աչքով էլ կտեսնեն եռագույնը կա թե ոչ։ Ամեն դեպքում կարծում են սահմանը պետք է հայ սահմանապահները հսկեն։ Հնարավորություն ունի թող մեր հայերը մեր սահմանը հսկեն, ռուսերը թող մնա, բայց դե հիմնական հայ է, ամեն մաս թող իր երկիրը իրանք հսկեն։ Ազատությունը ուղեկալի ներսում նկարահանում արել էր 3 տարի առաջ, այն ժամանակ տեսել էինք խորհրդային տարիներից պահպանված մաքսային անցակետի շինությունները, բայց դրանք նորոգման կարիք ունեին, դռները, պատուհաններն ու տանիքը վնասված էին։ Թե որտեղ են ախորիկում այժմ հայ սահմանապահները ծառայություն իրականացնում, պարզ չէ, ամեն դեպքում վերջին շրջանում կառավարության օրակարգում է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցը, նույնիսկ ռուսական կողմի հետ են բանակցում կոնսենսիոն կառավարման հանձնված երկաթուղին նորոգելու հարցով։ 17 տարի առաջ Հայաստանի ու Թուրքիայի միջև ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Գյումրի-Կարս երկաթուղու հայկական կողմի հատվածը շատ արագ նորոգվեց, որ թուրք երկրպագուները այդ ճանապարհով Հայաստան գային ֆուտբոլ դիտելու, բայց սահմանը չբացվեց, իսկ երկաթուղին դարձյալ վերանորոգման կարիք ունի։
Մեր զրուցակից ախուրիկցիները կողմ էին եւ սահմանի բացմանը եւ Գյումրի կարս երկաթուղու վերագործարկմանը։ Ինչ օգուտ կունենաք, օրինակ դուք ախուրիկցիները դրանից։ Մենք օգուտ չունենք, քաղաքի բնակիչը թող ունենա։ Դո մենք եք ունենանք, ինչի՞ Չէ, չէ, թող ախուրիկի բնակիչը չունենա։ Քաղաքը, մյուս քաղաքները, Երևանը, մեր ազգաբնակչությունը չէ վերջ առաջ։ Մենք մեր հայերն ենք, ուրիշ մարդ չկա ստեղ։ Թող եղնի, համաձայն եմ ես։ Բարձր։ Այսինքն դուք կողմ եք, որ բացվի տնտեսական ինչ-որ տեղաշարժ։ Փոփոխություններ կերնի, հա, շատ լավ, բդոր լավ է անի։ Իդեպ ախուրիկի վարչական ղեկավարն Ազատությանն այսօր փոխանցեց, որ մարտի 5-ի մեր այցելությունից հետո ուղեկալում ոչինչ չի փոխվել։